Ասենք Փարթիրոջը։ Ես սա ասում եմ, որտեվ իմ սրտից էլ է բխում այդ փառաբանությունը եւ գոհությունը։ Այսօրվա այս մեր օրհնյալ, որ վերուս տրված է մեզ այս շնորհքը եւ փառավորում եմ նրա սուրբ անունը, որտեվ ինքը արժանի է։ Թող փառավոր լինի իր սուրբ անունը Հավիտյանս Սավիտենից։ Ուրախությունը այսօր մեզի, ուրախությունը մեր սրտների մեջ, ինչպես սկզբից էլ մենք ներկայացրեցինք, եղբայրը ներկայացրեց այս առատ բերք ու բարիքը, որ շնորհվել է մեզի։ Եվ թող մեր սրտից այս գոհության պատարակը բարձրանա ամեն մեկիս համար։ Եվ սա խորքից, շատ խորքից է գալիս ժողովուրդ ջան, աղբերներս, քույրերս, խորքից, ինչպես Վաղինակ աղբերը ներկայացրեց, որ սա տոն էր, Աստված պատվիրել էր, որ այն բերք ու բարիքը, որ շնորհվում էր, վերջում աշնանը գոհության այս պատարակը, շնորհակալության այս պատարակը բարձրացնեին։ Եվ իհարկե սա սրանով չի ավարտվում, սա նաև իր մեջ բավականին մեծ խորհուրդ ունի, Մեր այգում տնկված ամեն մի ծառին սպասում ենք պտուղ, որը նաև կա այնպիսի ծառներ, որ պտուղ չունեն, մեր սիրտը տրտմում է ու 1, 2, 3 կարծես թե այգեպանին ասում են կտրի հանի, էդ էլ բանի պետք չի։ Բայց կուզենանանք, որ յուրաքանչյուրս էլ Աստծո այգում տնկվածներս մեր պտուղները ներկայացնենք։ Իհարկե, փոքրերը երգեցին սերմնացանի առակը, դնելով ամեն մեկը եւ վերջում ներկայացրեցին, որ ամեն մեկը տալիս էր, ամեն մեկը, որը 100, որ 60, որ 30, ամեն մեկն էլ պտուղ էին տալիս։ Իհարկե, ես մի առակի խնդիր պետք է ներկայացնեմ, մի քիչ ցավալի, բայց նաև մեզ սթափեցնող, որ այսօր իմ միտքս այս ամեն բարիքները տեսնելուց հետո կուզենամ, որ մեր Աստծո առաջ նաև իր ուզած բարիքները, սա որպես խորհուրդ է մեզ բոլորիս համար, մեր այգում աճած այս բոլոր պտուղները խորհուրդ է, նայեք տեսեք, սպասելով Եսայի մարգարեության մեջ մենք ևս մեկ անգամ սա հիշատակել ենք, Եսայի մարգարեության 5-րդ գլխում իր այգու վրայով էր խոսում, հիմա իմ սիրեկանիս երգը, իմ սիրելիս երգեմ իր այգու վրայով, իմ սիրելիս այգիմը ուներ, խիստ պտղաբեր բլուրիմը վրա, զանիկացանկով պատեց, քարերը հանեց մեջեն, և ընտիր որդեր տնկեց, ու անոր մեջտեղը աշտարակ շինեց, ու հոն հնձամն ալփորեց, ու կսպասեր, որ խաղող տար, բայց անիկա ազող տվավ։ Եվ չեմ ուզում երկարացրած լինել ավելի ներքևում, այսպիսի խոսք էր ասվում, որ անոր վրա անձրև չտեղա, վասնզի զորած Տիրոջ այգին Իսրայելն է։ Եվ հիմա զորած Տիրոջ այգին Քրիստոսով ծնված այն բոլոր ժողովուրդն է իր այգին, որ համայնտեպս կուզե Քրիստոս էլ ինչպես այն այգին, որ պտղաբեր էր 100, 60 և գուցե ավելի, որովհետև Հովանու 15-ի մեջ այսպես էր ասում, ես որդն եմ ու դուք ճյուղերն եք, և իմ հայրս մշակն է, այն ճյուղը, որ պտուղ չի բերի, կտրվում է, բայց այն, որ բերվում է,
ավելի է մաքրվում, որ նա պատղաբեր լինի։ Աստված թողորտնի, եղբայրներս, քույրերս, սրա մեջ ես ուզում եմ ավելի սրա խորհրդի Աստծո ուզածը եւ Աստծո առջև, որ մենք ներկա պետք է գտնվենք, կուզենամ, որ իր հաճության պտուղները վայելի նաև մշակը, որ էր Աստված, ասելով, որ հայրս է մշակը, որպեսի պտուղները վայելի։ Եկեք ուշադրություն դարձնենք։ Այսօր մենք մի համար պետք է ընթերցեմ, թեպետ եւ հին ուխտից է։ Այս համարը մեզ ներկայացնում է մի շատ հետաքրքիր խնդիր է ներկայացնում։ Կուզենամ ընթերցած լինել օրինաց գրքից, այս համարը կուզենամ ընթերցած լինել։ Քո կալդ ու հնձանդ բերքը ժողվել են ետքը 7 օր տաղավարած հոն տոն պահես եւ տոնիդ մեջ ուրախություն ունես դուն ու քո տղաքը, աղջիկը, ծառատ, օտարականը բոլոր ուրախություն անեն։ Եվ հետո ներքևի մասում սա է ասում. տարին 3 անգամ, այսինքն բաղարջակերած տոնի, շաբաթներու տոնը ու տաղավարած տոնը քո ամեն արուներդ քո Տեր Աստծո առջև պիտի երևնան, այն տեղը զոր ինքը պիտի ընտրե, ու մեկը Տիրոջ առջև ձեռքը պարապ չերևնա։ Ես ես վերջի տողի վրա եմ ուշադրություն դարձնում, ասում եմ մեկը պարապ չգա իմ առջևս, չի ուզում տեսնել անպտուղ քեզի, չի ուզում տեսնել անմասն, որովհետև հիմա ինչ ունես, հիմա դու ինքդ էլ ասա, ես էլ ձեր մեջ ինչ ունենք ներկայացնելու իրեն, ինչ պտուղ ենք ուզում ներկայացնենք իրեն։ Եվ եթե այսինքն վաղը մյուս օրը կոնկրետ մենք Աստծո առաջ կանգնենք, ինչ պետք է ներկայացնենք, ինչ ունենք իր առջև բերելու, որովհետև ասում եմ մեկը դատարկած ձեռն իմ առջևս չերևնա։ Այսպես թե այնպես էլ ես Տիրոջ առջև պետք է կանգնեմ, Աստծո որդու Քրիստոսի առջև պիտի կանգնեմ։ Եվ ինչքան բազում ինքը նվերներ ունի, այն խանգարող բոլոր հանգամանքները մեզանից հեռացնում է, մեղքը, հակառակությունը, նախանձը, այդ բոլորը հեռացնում, որպեսզի իր հաճելի պտուղները ներկայացնենք։ Այո, դա այդպես է։ Հիմա սրա վրա ես ուզում եմ մի փոքր ուշադրություն դարձնեմ, Ծննդոց գրքի մեջ մի այսպիսի խնդիր կա 4-րդ գլխում մեզ հայտնի մի տեղ է։ Ասում է, ու երբ 4-րդ գլուխ 3-րդ համարից է, ու եղավ որ ժամանակը ետքը կայեն երկրի պտուղեն Տիրոջ ընծա բերավ։ Եվ Հաբել ինքնալ իր ոչխարներեն առաջնեկներեն ու անոնց պարարտներեն բերավ։ Եվ Տերը Հաբելին ու անոր ընծային նայեցավ, բայց Կայենի ու անոր ընծային չնայեցավ։ Ուստի Կայեն խիստ բարկացավ ու երեսը կախեց։ Այստեղ ուշադրությունս ավելի կուզենամ ձերն էլ դարձնենք։ Եվ Տերը Կայենին ասավ. ինչու բարկացար ու ինչու երեսդ կախեցիր, եթե աղեք ընես ընդունելի չլար, եթե աղեկն անես, ներողեք, եթե աղեկն անես, միթե ընդունելի չի լինի։ Ես օրինակը կարող եմ ասել, հələ փորձի քո հյուրի առաջ եկել ես, հյուրը քո աղբերը տա, քուրը տա, մտերիմ հարազատ տա, այգիտ լեփլեցունը ու դու իր առջև բեր որտնած մի տանձ, մի փտած խնձոր, բեր։ Դու ինչ ես ասում, հյուրի կամ քո հարազատի, եղբորդ կամ քրոջդ, որ ուզում ես հյուրասիրել, իրա հաճություն կլինի դա։ Լավ մտածեք այս ուղղությամբ։
Աստված ասում է, եթե աղեկը անես, եթե լավն անես, արդյոք ընդունելի չի լինի։ Հիմա խնձոր կբերես, ոչխար կբերես, թե ինչ կբերես, դա չի էականը։ Էականը նա, որ քո սրտի հարգանքի պատվելու հիմա ինչքան հաճելի է, որ կոնկրետ այդ հյուրասիրության մեջ քո եղբայրն է, քույրն է, հարազատ, մտերիմ բարեկամն է, քո հյուրասիրության մեջ տեսնում է քո հյուրասիրությունը եւ իր սրտին մեջ կարողանում է տեսնել քո իր նկատմամբ եղած հարգանքն ու պատիվը։ Հիմա եթե աղեկն ես, միթե ընդունելի չի լինի։ Ընդունելի կլինի։ Դրա համար էլ հիմա մենք եկեք սրա վրա ավելի ուշադրություն դարձնենք, իսկ հիմա Աստծո առաջ ինչ պտուղ պետք է բերենք։ Ես ասում եմ սա ամենը խորհուրդն է երկրային, որը ուշադրություն դարձրեք շատ կարևոր, դրանց որևէ մի վազիտակ չես մտե ձևավորե, որևէ մեկին չես աճեցրե այսքան դարձնելու, բայց վերուց շնորհվել է, պարգևա տրված քեզի այս բոլորը։ Դրա համար մենք այս գոհության շնորհակալությունը բերում ենք եւ հիմա իր առջև բերած այս մեր պտուղները մեր սրտի աղեկ եղածը մեր գոհության պատարակն է, մեր շնորհակալության պատարակն է, աճեցրեց, հասունացրեց, համ դրեց, բույր դրեց նրա մեջ, քաղցրություն դրեց նրա մեջ, որ վայելես։ Եվ հիմա ոնց շնորհակալ չլինեմ ես, ոնց չփառավորեմ, որ դրա մեջ ես որևէ աճեցնելու մեջ որևէ գործ չեմ ունեցել, պարգևելա։ Եվ հիմա կոնկրետ եղբայրներս, քույրերս, եկեք մենք սրա խորհուրդն էլ նայենք մեր մեջ, ես կարծեմ, թե այս խորհրդի հիման վրա կարող ենք պարզ հասկանալ, մի պարզ բան հասկանալ, որ սրանք երկրային մեր պանդխտության օրերի համար ժամանակավոր տրված պարգևներ են, սա մի 4-5 օր հետո սրանք չեն լինի արդեն, որը կերակուր կլինի, որը արդեն վերջ կերակուր կլինի, բայց Աստված այսօր ուզում է մեր ներքին հարգանքն ու պատիվը իր աճեցրած, իր շնորհած պտուղները, որը դրանք ժամանակավոր չեն, այլ հավիտենական են, իր ստեղծողի պատկերի պես են եւ իր նմանության պես են, որը կոնկրետ բերում է իրեն հաճություն, փառաբանություն ու գոհություն։ Սա ներողեք ժողովուրդ ջան, որ մի քիչ համարձակվում եմ այս բանի համար ասելու, օրինակի համար այսօր մենք Գաղատացիս 5-րդ գլխում կարդում ենք մարմնի պտուղների վրայով եւ հոգու պտուղների վրայով։ Հիմա ո՞րն ենք բերում Աստծո հարգելու, պատվելու եւ իրենից շնորհակալ ասելու։ Ո՞րն ենք բերում։ Այսեն խորհելու առիթ ունենք, թե չունենք։ Ունենք, այո, խորհելու առիթ ունենք։ Ես հիմա սիրո փոխարեն թշնամություն եմ ներկայացնում, բարության, չարություն եմ ներկայացնում, նախանձի փոխարեն երկուսը դրեք իրար համեմատեք, ես որն եմ հիմա ներկայացնելու Աստծո, դու ուզենք, թե չուզենք, Աստծո առաջ պետք է կանգնենք, որտև խոսքը այսպես ասում, եւ ամեն մեկը Աստծո որդու Քրիստոսի ատյանի առջև պիտի կանգնի, եւ այն ժամանակ ինչ պիտի ներկայացնեմ ես։ Ինչ ներկայացնեմ ես։ Այ հիմա ինքը այս հրաշալի առիթը տալիս է, որպեսզի իմ սրտում էլ ավելի փափագելի, նախանձելի լինի երկնային սիրո քաղցրության օրենքը, այն պտուղները, որ ես կարող եմ ներկայացնել, ոչ թե միայն իր առջև, սկսած այստեղ, որովհետև ասում է, ապրես երկնքի օրեր երկրի վրա։ Օրհնյալ նրա սուրբ անունը տրված է այսօր, եթե այս հնարավորությունը մեզ տրված է ու կոնկրետ
իր արչև պետք է ներկայանանք, ուրեմն յուրաքանչյուրս հիմա թե 100 պտուղ կտաս, թե 60 կտաս, թե 30, միայն թե իր հաճության մեջ, որովհետև այդ ներկայացրածիդ մեջը քո հարգանքը, սերը, քաղցրությունը իր նկատմամբ։ Եկեք նայենք։ Մենք մի երգ ունենք, ասում է, այս ամենը լոկ քեզ համար, իսկ դու ինչ ինձ համար։ Այս ամենը լոկ քեզ համար, շնորհվում է քեզ, որ դրան գնահատական չկա, ես կարող եմ ես բերքին, մրքին, ինչ որ գնահատական տալ, լավ ասենք թե 20,000 եմ տալիս և այդ բոլորը գնում եմ, բայց եմ վերինին ինչ գնահատական ես տալիս, նա ինչ արժի, կարող ես ասել, դրա հարց արդեն ավելի լուրջ է, ավելի մեծ գնահատական, որ դու չես կարող ընդհանրապես տալ այդ արժեքը։ Եվ հիմա ինքը քեզի քաղցրություն է տալիս, ասա ինչ արժեք ունի այդ պտուղի ինչ արժեք ունի քեզ համար։ Տալիս ընտանիքիդ մեջ խաղաղություն, որտեղ Հովանու 14-ում ասում է, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս իր խաղաղություն, հապա ես եմ տալիս, իմ խաղաղությունն եմ տալիս քեզի։ Կուզենամ իմ երկրի մեջ խաղաղությունը լինի, մայրերի աչքերը չթրջվեն երբեք, ողբ չլինի, կուզենամ իմ ընտանիքի մեջ խաղաղություն լինի, կուզենամ իմ անձիս մեջ խաղաղություն լինի, որպեսի տագնապի որևէ առիթ չլինի ինձի համար։ Տեսեք, հիմա դրա գնահատական ասա, այդ խաղաղության գնահատական այդ քաղցր պտուղի վրայով ինչ գնահատական կտաս, ասա, ինչ արժեք կտաս, սա էլ չես կարող արժեքավորել։ Դրա համար հիմա այսօր այս ամենը խորհուրդ է, որ մենք իր առջև կանգնելու դեպքում ինքը սա չի ուզելու, սա մեր պանդխտության օրերի համար է, սա մի խորհուրդ է և երկրորդն էլ առավել ևս, որ ինքը կուզենա իր բոլոր ուղարկած պարգևների պտուղը մենք ներկայացնենք և այստեղ և այնտեղ։ Սա է Աստծո ուզածը, սա է այդ ուրախության բերկրանքը։ Նայեք տեսեք, երկնքի թագավորությունը Հռոմեացիս ինչ էր ասում 14-17-ը, ինչ էր ասում, ինչ է երկնքի թագավորությունը։ Արդարություն, խաղաղություն, հետո վերջինը, խնդություն Սուրբ Հոգու ձեռքով, այդ ուրախությանը փառաբանելու, բարձրացնելու այդ ամենի համար, օրհնյալ լինի նրա Սուրբ անունը, եղբայրներս, քույրերս։ Ես չեմ ուզում էլ ավելի երկարացրած լինել, որովհետև այս ամենի մեջ մի հրահանգ ունենք Աստծուց և Սուրբ Հոգուց, առավել մեր աշխատությունը սրա մեջ պետք է լինի, այն ինչի մեջ էլ որ պակաս ենք, գիտած եղեք, այգու աշխատողը ինչ արեց, մինչ այդ բոլորը քարերը հանեց, արգելքները հանեց, բոլորը մաքրեց, քո այն մնացած բոլոր աղտուկեղտը մաքրեց իր պատվական այրունով, որպեսի իր դրած պտուղը, ցանած սերմը իր արդյունքը տա, իր պտուղը տա, ի ուրախություն, ի հարգանք, ի պատիվ իրեն, և ինքը մեզանով ուրախանա, որպես իր դուստրերի և որդիների, և մենք էլ իրանով ուրախանանք ու փառավորենք, օրհնյալ լինի նրա Սուրբ անունը, եկեք գոհանանք ու փառավորենք այս ամենի մեջ, թող ուղեկցի Աստծո շնորհքը մեզի, որպեսզի աճենք ու նրա որդու նման հասակը չափն ունենանք, օրհնյալ է Սարարի